նկարչի աշխարհը, նուրբ, գեղեցիկ, բարի ու լուսավոր։ Աշխարհ, որ հմայում է դիտողին, զարմանահրաշ թրթիռներով լցնելով շուրջ բոլորը ու պարգևելով այն անմեկնելի զգացողությունը, որ կարող է ծնվել միմիայն այդ աշխարհի հետ առնչվելու անզուգական պահերին։ Արվեստը այն ժամանակա հայտնվում տվյալ մարդու մեջ, երբ որ ինքը ունի ստեղծագործական որևէ զգացմունք։ Աստված տվել է որևէ մեկին, որ ինքը կարողանա իր ներքին աշխարհը, իր գաղափարախոսությունը, իր ասելիքը ասի արվեստի միջոցով։ Դա լինի նկարչություն, դա լինի քանդակագործություն, նույնիսկ դերասանություն ու մշակույթ։ Եվ դրա շնորհիվ արդեն բացահայտվում արդեն իր ներքին զգացմունքների իրականացումը եւ արտահայտչական ձևը, որը մարդու ներքին զգացմունքների վերարտադրությունն է, օգնում է, որ ինքը կարողանա ցուցադրի, այսինքն ի հայտ բերի մարդկանց եւ ասի, գիտեք, չկա իմ մեջ մի բան կա, որ ոչ մեկի մոտ չկա։ Այսինքն դա բոլորին չի տվել Աստված։ Բոլորն էլ նկարել գիտեն։ Երեխան որ ծնվում է, հետն էլ ծնվում է նաեւ այդ Աստծո տված ուրիշ տաղանդը, շնորհքը, բայց դա կյանքի ընթացքում ամեն մարդու մոտ չի, որ զարգանում է եւ դառնում է իր, ասենք, մասնագիտությունը կամ իր ապրելացելը։ Իմ մոտ այս վերաբերմունքը, այսինքն զգացմունքները ձևավորվել են երևի 7-8-րդ դասարանից։ Դե փոքրուց իմ ախպերը ինձանից լավ էր նկարում։ Մենք զույգ ենք, զույգ ախպեր ենք։ Ինքը ավելի լավ էր նկարում, մինչև անգամ դպրոցում ինքը 5 էր ստանում, ես այդպես իմ վերաբերմունքը ուրիշ էր, բայց ստացվեց այնց երևի շփումից էր։ Մեր տանը շատ էին գնում նկարիչներ գալիս, ճանաչված հայ վարպետներ։ Ես երևի դրանց շնորհիվ գտա ինձ, այսինքն իմ աշխարհը տեղ տեսա։ Գրիգոր Խանջյանը այդտեղ շուտ գարի ամեն տարի, Վահեր Աբեղյանը, Քյուրջյանը, Բեկարյանը, այդ բոլորը գալիս էին հայրիկիս հետ մոտ էին իրանք։ Մնում էին Լավինյա Բաժբեկ-Միրիկյանը։ Ես այդ ժամանակ դպրոցական էի, 4-րդ դասարան, 5-րդ։ Եղբորս հետ դրանց հետ գնում էինք վեշերը դվեստում, գնում էինք ձորերը, ման գալի օգնում էինք։ Ստացվեց այնպես, որ ես շատ մտա այդ գործի մեջ, այսինքն ինձ գրավեց։ Ճիշտ է, ես չէի ասի, որ ես փոքրից կարում էի, ես անում եմ։ Սովորական երեխա։ Բայց երբ որ արդեն գիտակցական բանով սկսեցի բան անել, տեսա, որ դա իմ մեջ շատ է խորացել ու հայտարարություն արեցի տունը, որ ես ուզում եմ դառնամ նկարիչ։ Մինչև ուսանողներս ես շատ չեմ մածել պատմություն արվեստի, բացի ասենք հայկական։ Այվազովսկի, Սարյան, այդպես Մինաս, գիտեն, ոնց որ բոլորը։ Բայց որ արդեն սկսվեց ուսանողական շրջանը, ես երևի ես մի քիչ որ գյուղից էի գնացել, Գառնից, իմ համար շատ հետաքրքիր էր ու շատ կարևոր էր ուսումնասիրել համաշխարհային արվեստը, որտեղ որ ես շատ շուտ երևի կողմնորոշվեցի, դա գալիս էր նաև իմ ուսուցչից, Լուսահոգի Քամալյանից, որը շատ ճիշտ ուղղություն տվեց բոլորիս, մենակ ես չէ մեր ուսանողներին, որտեղից սկսել, ում ուսումնասիրել, ում հետ ինչ ոնց վերաբերվել, դա լինի ժամանակակից, դա լինի
միջնադար, մանրանկարչություն, դրանք բոլորը մենք ժամանակին շատ ճիշտ կարողացանք խորանալ, տեսնել, ուսումնասիրել եւ դա իմ մեջ շատ խորը բան դրեց դասական նկարչության հիմնադիրներից կարող ասեմ Մեծն, Ռեմբրանդտը, Գոյան, Վելասկեսը, հոլանդական արվեստը, իսպանական, որը շատ ի վրա ներդրում ունեցավ եւ ես իմ կյանքում միշտ արդեն դարել է ոչ թե բժիշկ ասեք ինչ բժիշկ է։ Իմ մոտ ես շատ դիմանկարային ժանրի մեջ ես շատ մտա։ Անձինս Ռեմբրանդտի, Վելասկեսի, դրակին համար Գոյայի եւ Էլ Գրեկո չեմ ասում, այլ ուրիշ երկնային բան կա այնտեղ։ Եվ դրանով հանդերձ ես շատ ինձ գտնում եի դրա մեջ։ Հետագայում արդեն երբ որ դառնում ես պրոֆեսիոնալ անցնում ես այդ շրջանը, արդեն դու ես դրում մնացած այնտեղ գրաֆիկական մոտեցումներ կան, բնանկարի բան կա, խնդիրներ կա, որոնք նկարիչ անպայման պետք է բնանկարի բնություն դուրս գա։ Բնությունը առանց բնության արվեստ չկա, մշակույթ չկա։ Եվ դրա համար բնությունը անհրաժեշտություն է։ Որպես կայացած նկարիչ ես չեմ պատկերացնում, որ որևէ նկարիչ բնություն նկարած չլինի։ Բնությունը մտքի թարմացում է, մաքրություն է, տրամադրություն է։ Իզուր չի որ իմպրեսիոնիստները մի ամբողջ հեղաշրջում արեցին, արդեն անհրաժեշտությունը կար մտնել կյանք, երկնքից իջնել դեպի հող, դեպի բնություն, դեպի կյանք։ Արվեստը, մշակույթը ոչ սկիզբ ունի, ոչ ավարտ, ըստ ինձ։ Իմ նկարները, որ ես նայում եմ, դուք էլ որ նայեք, ես չգիտեմ, ես ավարտված նկար չունեմ, դա սուտ է այն բանը, որ ասի ես ավարտել եմ։ Ավարտելը դա հարաբերական է, դա պահի մեջ դու տեսնում ես ձգտում, որ արել ես, բայց նկարը անընդհատ ուզում է, որ ինքը խորանա, ասի, անընդհատ դի ասի, բայց ես դրա մեջ գտնում եմ մի բան, որ է, եթե նկարը արեցի, դրեցի, ասեք, թողեմ կշարունակեմ, ես հաջորդ օրը կարող եմ ասեմ, այդ շարունակությունն ես պիտի ուրիշի վրա անեմ, եթե նույնը անեմ, ես դա փոխում եմ։ Շատ ա եղել, լավ նկար եմ ունեցել, եկել եմ, որ շարունակեմ, փչացրել եմ ու չի ստացվել, որտեղ գիտես, ստեղծագործությունը ուրիշ բան է, բանից նկարելը ուրիշ բան է առարկայից, խոսքի դիմանկարը, չնայած այդտեղ էլ կա անընդհատ անելուք։ Իմ մոտ տենց է, ես չունեմ ավարտ, անընդհատ ասելիք կա։ Մի մարդ, որ արդեն ասում է, ես ամեն ինչ գիտեմ, ուրեմն ինքը վերջացավ։ Ամեն անգամ ես ամեն նկար անելուց մի բան ունեմ իմ մեջ, տարբեր են։ Ստանալ այն տպավորությունը, այն թարմությունը, այն պլաստիկան, այն գույնը, որը այդ պահին ինձ ուզում է։ Ես չունեմ, ասենք, կապուց շրջան, չգիտեմ, ռոզովի շրջան, գարիշնևի շրջան, այդպես բաներ, ճիշտ է ինքստիկյան դրանք կան, բայց հիմա չգիտեմ ինչի մոտ մտել է շատ պայծառ գույների շրջան։ Ես տենց հիմա ուրիշ ձևի մտածում տեսնում։ Դա հարաբերական է։ Դե կան նկարիչներ, որոնք ծերից նկարում են նույնը։ 50 տարի նկարել են նույն բանը, նայում ես այս ես նկարիչն է ու всё, խնդիր չունի ինքը։ Բայց եթե ինձ ասում է դու ինչ ոճի նկարիչ ես, ես չգիտեմ իմ ոճը որն է։ Իմը տրամադրության եւ զգացմունքի խնդիր է, հենց շատ թեթև եմ ես նայում դրան։ Դենց բաներ չունեմ պատմական, ասեք, թեմաներով, որ ասենք, սենց հերոսների ես իմ ինչ կերպարներ, դենց բաներ չկա իմ մեջ կա կյանքի այդ թրթռուն, այդ պահը անցողիկ ժամանակի մեջ իրա։ Թեկուզ լինի քաղաքական մոմենտ, կան գործեր, որոնք ստեղծվել են այն մեր այդ տարիներին,
վատ տարիներին, ասեմ, որոնք անկախ քեզանից գնում է դեպի ուրիշ տրամադրություն, ուրիշ նպատակ։ Իսկ ընդհանրապես կյանքում արվեստը չի սիրում քարանալ, արվեստը միշտ թարմ պետք է լինի, որ այդ թարմությունը անցնի նաև դիմացինին նայողին, ժողովրդին, այսինքն դրական էմոցիա կա, ոչ թե տանջի կամ քարոզչություն անի, չգիտեմ։ Ես ամեն անգամ մի բան պետք է գտնեմ, ամեն անգամ մտքումս մի բան կա, որ անում եմ, տես չի որ զուտ անում եմ, որ անեմ, տես չի։ Եթե տրամադրություն չունես, չանես։ Ես միշտ շատ չեմ աշխատում։ Ես արվեստանոց որ մտնում եմ, որ ամենաշատը 3 ժամ, 4 ժամ կարամ դիմանամ։ Չեմ երկար, որտեղ միտքս երբ որ հոգնում ես, ցանցրանում ես, արդեն այն չես անում, ինչ որ խոսքի որ ուզում ես անես էլի։ Կարող է 10-20 րոպեում անես ինչ որ մեջդ կա ու բրծնի։ Այդ ոգևորությունը այդտեղ է ստեղծագործական պահը գալիս։ Իսկ որ դու ասում ես շատ պիտի աշխատես, արո շատ պիտի աշխատես, որպեսզի հասնես արդյունքի, բայց ստեղծագործելու համար 5 րոպեն էլ երիք է որ դու քո ասելիք ասես։ Իմ մոտ տենց է պրոցեսը։ Ես ունեմ շատ նկարներ, որ շատ շուտ եմ արել, կես ժամում, մի ժամում, հետո ասել եմ կգամ կշարունակեմ, բայց էլ ինչ շարունակեմ, նայեմ ասեմ, որ այդ ժամանակ եմ արել, հիմա էլ ինչ անեմ, էլ արդեն դրա պահը անցավ շո։ Դա այդ ստեղծագործության ամբողջ բանը դրա մեջ է, իմաստը։ Ամեն անգամ կսվածքն էլ է փոխվում, նյութն էլ է փոխվում։ Ես շատ ունեմ գրաֆիկական աշխատանքներ, որոնք արել եմ պաստելով, տուշով, գրիչով, մատիտով, դրանք էլ իրենց բանը ունեն, թելադրանքը ոնց որ մեջ մի բան կա, որը տենց ես անում։ Դա էլ իր երբ որ դու պրոֆեսիոնալ ես, տարբեր նյութերի մեջ գտնես քո ասելիքը։ Եվ դրա բովանդակությունը պետք է դու կարողանաս այդ ձևով արտահայտես։ Ու տենց էլ է ստացվում։ Արվեստի հզորությունը ընդեղ է, որ մարդ իր մեջ ունի դա եւ կարողանում է դրա ձևով ինքը ներկայանալ, մտածել։ Ես միշտ էլ ասել եմ, մի մարդու մեջ որ մշակույթ չեղավ, նա չի կարա դառնալ ղեկավար, նա չի կարա ճիշտ խոսք ասի, նա չի կարա սովորացնի։ Այսինքն մշակույթով մարդն է ճիշտ էս կյանքում։ Այս բնությունը ինքը մշակույթ է։ Դժբախտաբար աշխարհի մեջ է տենց արվեստագետը ասում է պետք է միշտ սոված լինի։ Ով ասել մեծերից մեկն ասել է, եթե ուզում ես արվեստագետը չստեղծագործի, իրան լավ կուշտ կեցրա։ Դա շատ տիպիկ բան է, որտեղ արվեստագետը մի քիչ սոված լինի։ Ոչ թե զուտ ստամոքսի մասին է խոսքը, այլ ամեն ինչից արավ պետք է լինի, սոված պետք է լինի, պետք է կարիք ունենա։ Եվ դա իմ կարծիքով ստեղծագործող մարդու առաջի բանն է, որ ինքը պետք է անընդհատ կարիք ունենա ստեղծագործելու, կարիք ունենա պրպտելու, զբաղվելու, ժամանակը միշտ դրա մեջ ավելի շատ օգտագործի, քան թե քմաճիկների կամ չգիտեմ ուրիշ այլ զբաղմունքների։ Գառնիում եմ ապրում, ունենք սեփական ամեն ինչ, այգի, տուն, գիտեք սեփականատերը ինչ պրոբլեմներ ունի։ Եվ դրայից զուգահեռ պետք է առնես նաև ստեղծագործական արվեստով զբաղվես նկարելով։ Դա մի քիչ համատեղելի չի, բայց պետք է արվի։ Ես պատահել է օրվա մեջ մի 4-5 ժամ ասենք այգում եմ աշխատել, 2 ժամ արվեստանոցում, 2 ժամ բնության մեջ ու անընդհատ այդ իմ ուշքու միտքը նա որ ասենք երբ բրցնեմ որ գնամ էնի անեմ։ Եվ դա պահանջ է իմ մեջ որ
Եթե ես չունենամ նկարչական բանը, դառնում եմ այս գյուղի այս սովորական մարդկանց, չնայած ես ոչ մինչև չեմ տարբերում այս մարդկանցից, բայց իմ տարբերությունը նա է, որ ես ունեմ նաև այդ շնորհքը, այդ զբաղմունքը, որը ինձ ես այդտեղ եմ զգում որպես արվեստագետ կամ մարդ, ճիշտ ապրող, իմ տեղում եմ ես։ Մարդ, երբ որ իր տեղում է գտնվում, դրանից մեծ բան չկա արդեն, հաճույք չկա կյանքում։ Կախարդական վրձին, դու դարերից եկած ու դարերը խառնող հին շերեփի նման։ Հրահոգի կոզին, որ երազից իջավ ու ճախրանքն իր սփռեց, շուրջ բոլորը ընծա։ Կախարդական վրձին, հողու ջրով ուծված ու ամպերից վերցնող քո թռիչքը թեթև, դու այդ ինչպես գտար սրտի խորքում պահված ու բնության պես պարզ երանգը ոսկեթև։ Կախարդական վրձին, անտես, անապ, անահ, օվկիանի մեջ մտած, հազարագույն ասես, որ աղբյուրի ջրից հոգիդ դարձավ անմահ, ու օրնանքի շռայլ դռները լայն բացեց։ Կախարդական վրձին, Աստծո ձեռքից ընկած ու մի ուրիշ հրաշք ձեռքով ոգի առնող, կախարդական աշխարհ, կախարդանքից ծնված ու ամեն օր նորից կախարդանքով առնող։ Շատ դեպքում իրեք գաղափար, որ դնում ես, խանգարում են իրեր։ Պետք է նախ մի ձևի մտածես, եթե ուզում ես պարզ նկարես։ Եթե մի նկարի մեջ դու սկսում ես շատ պրոֆեսիոնալ լինես, շատ գունեղ լինես, շատ ասուղող լինես, շատ ցուցադրող լինես, մի քիչ դժվար է դրա տակից դուրս գալը եւ ես չեմ։ Պետք է մի խնդիր դնես եւ լուծես։ Դա լի գունայի խնդիր, տրամադրության խնդիր, պլաստիկայի խնդիր եւ այդ գրաֆիկայի, այսինքն կոնտրաստի բաների մեջ շատ ես սիրում եմ մտնել գրաֆիկական բաներով։ Դա էլ ամեն մեկը առանձին պիտի արվի։ Ճիշտ է, կան նկարիչներ, որ անում են, դրանք ուրիշ արվեստագետներ են, ավելի երևի բարձր մակարդակի են, իսկ ասեի, բայց սովորական նկարիչը, սովորական, պետք է մի խնդիր դնել, եթե այդ խնդիր անի, դա արդեն մեծ բան է։ Եթե դու քեզ բավարարում ես եւ հատկապես որ մեկը կա, որ գալիս է քո գործը հավանում է, դու արդեն մտածում ես, որ ստացվել է, ուրեմն մի բան կա։ Ես չեմ սիրում նկարը դնել ու մեկնաբանել երբևէ։ Իմ նկարը, եթե ոչ մեկը, եթե ինձ հարցնում են ինչ ես նկարել, ուրեմն այդ մարդու մոտ իմ նկարը չի ստացվել։ Մարդ կա, ինձ գալիս է ինքն է ինձ պատմում նկարի մասին։ Ուրեմն ստացվել է ու պարտադիր չէ որ բոլորը իմանան այդ բանը հասկանան կամ էլ մեկնաբանեն։ Տրամադրություն պիտի տա առաջինը, նկարը ինձ համար տրամադրությունն առաջինն է։ Բացակայումը մարդկանց մոտ այդ տեսանկյունը զուտ մտել են սնունդի, պայքարի, գոյության բանի մեջ մոռանալով ամենակարևորը մշակույթը, կուլտուրան, նկարչությունը, հոգևոր կյանքը, դա հոգևորի մասին շատ կարելի է խոսել։ Հոգևոր ապրելը դա առանձին թեմա է, առանձին ծրագիր է, որը արվեստագետի համար մեկ բանն է, ապրելաձևն է։ Եթե չունեցար այդ հոգևոր աշխարհը, դժվար է։ Ստից աշխատել, նկարել դա նկարչություն չի։ Փոքր ժամանակ հեքիաթներով ենք ապրել։ Ես ինքս որ աշխատում եմ հեռուստատեսությունում, հեքիաթներ եք նկարում, բարի գիշեր երեխաներ, հաղորդը շատ է մանկական։ Նկարում ենք երեխեքին, որ հավատացնենք, որ կա սեր, կա կյանք, կա սիրուն, կա ուժեղ, կա թույլ, կա այդպես կա տգեղ, կա մի խոսքով այդ բաները, ակասությունները, որոնք կյանքում գոյություն ունեն,
Դա հեքիաթային բաներ են, որոնք շատերը հավատում են, մինչև հիմա էլ մարդ երեխա կա, որ հələ հավատում են փոքր ժամանակից խոսքի ծմեր պապին կամ չգիտեմ ինչ բաներ։ Մեծ նկարիչներ կան, որ ամբողջ կյանքում հեքիաթի նման նկարում են։ Ես այդ բան չունեմ ասել, դա էլ իրենց ոչնա, ձևն է։ Եվ ես օրինակ չունեմ այդ կարամ մեկի պատմածը նկարեմ որպես հեքիաթ, բայց ես ինքս հեքիաթ ասած չեմ, էլի հեքիաթ հնարեմ ու նկարեմ։ Խորհուրդը վերևից է, կասեմ, Աստծո խորհուրդն է, որ նկարիչին, արվեստագետին բերում է ճանապարհ է տալիս, ասում է գնա այս ուղղությամբ։ Բայց չի ասում ոնց գնա։ Դու արդեն խորհուրդը դու պետք է որոշես։ Երբ որ դու արդեն կարող ես ճիշտ որոշում կայացնես, ուրեմն այդ խորհուրդը դառնում է քո ուղին, քո ճամփան։ Մնում է որ դու իրականացնես։ Ուրիշի խորհուրդներով գնացողները երկար չեն գնում։ Այսինքն քո անձնական խորհուրդ բան ունես քո ներշնչանքը, քո ձևը, քո բովանդակությունը, որ ներկայանաս դրանով հանդես համոզես եւ ասես, որ ես ես եմ։ Ես հիմա որ հայաթում աշխատում եմ, գիտեմ ծառի հետ ոնց վարվեմ, քարի հետ ոնց վարվեմ, հողի հետ ոնց վարվեմ, նույնն էլ արվեստի մեջ է, նույնիսկ վրձինի քսվածքը դու պետք է իմանաս, ոնց քսես, որ դու ստանաս այդ ֆակտորան, այդ ծավալը, այդ գույնը, եւ դրանք շատ աշխատելու շնորհիվ է գալիս, աշխատասիրության եւ ցանկության, առաջինը դու ցանկանաս, եթե հիմա դու կասենք մեկը բնություն չի սիրում, մարդ կասում, արա չեմ սիրում, հող չեմ սիրում, ես ծառ չեմ սիրում։ Դե հա իրան ասա գնա այգի մշակի, չի գնա։ Կամ էլ կանի ինձ, որ կասես էլ չմտնես այդտեղ։ Իսկ ես այդ տեսակը չեմ, ես որ մի բան չգիտեմ, չեմ անի։ Հիմա դառել ենք հազարափեշակ ասեմ դες, դա այնպես դարում ենք ապրում, ամեն ինչ էլ անում ենք։ Մի ժամանակ ասում ենք բացի նկարչությունից, նկարիչ ենք, ամեն ինչով զբաղվում ենք, որ տուն պահենք։ Դե հիմա էլի բոլոր նկարիչներն էլ մի կողմից մի բան ունենան եկամուտ, որ նստեն նկարեն, նկարով չի ապրի ոչ մի նկարիչ։ Եվ ստեղծագործող մարդու ամբողջ բանը դրանում է դժվարությունը, որ եթե չունի ֆինանսական աղբյուր, նկարով չի կարա ինքը գոյություն պահի։ Դրա համար ձեռը մի կողմ դիտ գնա, մի բանով դիտ զբաղվի։ Ամեն մարդու մեջ նստած է չար ու բարին։ Ճիշտը նա է, երբ որ ինքը իր այդ տեսակը կարողում է հաղթահարել իր բարիությունով դրսևորել։ Չարը միշտ կա։ Ես չեմ ասում, էսի չարը էնի բանը, նրա մոտ չարը ավելի է զարգացել իր տեսակի մեջ, այն բարին ավելի բարի է մնացել եւ միշտ էլ բարին դժվել է, որտեւ ինքը տվող է, չարը միշտ իրան տարողն է։ Եվ դա կյանքի օրինաչափ ձևն է։ Ես դες կարամ ասեմ։ Երբեմն եղել է դեպքեր, որ բարի մարդը մի փոքր չար բան արել, սաղ կյանքում զղջացել է։ Իսկ մեկը կա, որ սաղ կյանքում մի հատ լավ բան արել, ասում է ցեխի արեց, ես լավ բան արել, դեռ չանեի ավելի կարգի մարդ կլինի։ Ես շատ ընկերներ ունեմ, բարեկամներ ունեմ, գնացին, հայրենիքը թողեցին, բայց բոլոր դեպքում այդ գնացողները երբ հարցնես իրանք այս հայրենիքում են ապրում, բայց մտովին, իսկ այն որ ապրում է իր հող ու ջրի վրա, իր համար այ հայրենիքը ոչ թե ապրելա տեղը, այլ պահելը հայրենիքը պետք։ Այդ հայրենիքին պետք է երեխու նման պահես։ Հենց այդ հայրենիքն է մշակույթի կարոտը, որ դու ստեղ ստեղծես քո մշակույթը։ Եվ ստեղի եղածը դու լուսաբանես,
սրանով ապրես։ Եվ եթե ամեն մարդը տենց մտածի, որ մի բան տա սերունդին, մի բանով օգնի հայրենիքի կառուցման, վայելու համար, դա կդառնա իսկական հայրենիքի մարդ, հայրենիքում ապրող մարդ։ Թե չէ հայրենիք գալիս են գառնիկ, եղարդ, սևան, նայում են, խանում են, լացում են, թողում գնում են։ Դա հայրենիք չի։ Այդ նույնը կարաս կամ չանես, կամ ուրիշ տեղ գնաս։ Ստեղ է պետք անել։ Ստեղ է պետք գործողություն անել ապրելու համար, ստեղծել երկիրը դառնա երկիր։ Շատ բան պետք չի։ Մենք շատ քիչ ենք ժողովուրդը։ Մենք իրար հանդեպ պետք է ունենանք շատ սեր, հարգանք, կուլտուրա պետք է ունենանք, որը շատ է պակասում այս պահին։ Մեծերն ասում էին հայը, որ ծնվում է տղամարդը, պետք է 3 բան անի պարտադիր, չէ՞, դա ոնց որ դոգմա է այդպես, ամուսնանա, ծառ տնկի եւ երեխա ունենա։ Դրանք այդ 3 հատկանիշներն են, որը մեզ շատ պետք է, շատ կարեւոր է դա։ Բոլորն էլ իրենց նպատակները, իմաստները կիսատ են թողում գնում են։ Տենց բան չկա, որ մարդ որոշի, անի ու ասի ես ավարտեցի, գնացի։ Տես բան չկա։ Բոլորն էլ անverջ, թեկուզ 90 տարեկան մարդն էլ, որ մահը գալիս, էլի ուզում ապրի, ամեն ինչ ուզում անի, որ մի քիչ էլ ապրի։ Այ կյանքի իմաստն է, որ պայքարես, որ դու քո կյանքում անկախ դրանից քանի տարի կապրես, որ մի բան անես քո հայրենիքի համար, քո տան համար, մի տուն սարքես, մի ծառ տնկես, որ մի երեխա թոռներ ունենաս, ուրախանաս, մի խոսքով դա կյանքի ուրախությունը մեր հատկապես մեր ազգի համար, դա է։ Ուրիշ բան ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում տուրիստի նման աշխարհը մանկամ։ Չնայած լավ կլինի որ մանկամ։ Ես չեմ ուզում որ շատ հարուստ լինեմ կամ ինչեր ունենեմ, չէ։ Որ նորմալ պայմանում ապրեմ եւ կարողանամ իմ գործը անեմ։ Ես չեմ կարող ասեմ ինչ անեմ որ ճիշտ լինի նպատակային, այլ անես քո գործը, որ դու կարող ես անել։ Դա բոլորին է վերաբերում։ Անկախ քո մասնագիտության, ինչ կապ ունի։ Ես լավատես եմ, տես չի որ հիասթափված եմ, հուսահատված եմ։ Ես ամեն օր էլ իմ հայաթում, իմ տան մեջ, իմ ընտանիքում, իմ երեխեքի հետ, իմ մարդկանց տնկերներով միշտ լավ ապրում ենք, ուրախանում ենք, երջանիկ պահեր ստեղծում ենք մեր բանով։ Բայց երբ որ մտնում ես ինքդ քո հետ, աներկա որ ասում ես աբսուրդ է, շատ դժվար է դրան հասնելու համար։ Երբեմն թվում է թե արդեն հասել ես, բայց դες չի։ Հարաբերական է ամեն ինչ։ Այդ հարաբերությունների մեջ ամեն մարդ կարողանում է իրեն դրսևորի իր չափով։ Դրանից ավել բան չկա։